Առավոտյան Ավարտել գնացել ենք։ Այո, մարդ չկա իմ տանը, մենակ պարոն Կարապետյանն է, այնպես որ ոչ մի բան չեն հայտնաբերել, ոչ մի բան այդպես էլ պետք է լիներ չեն արգրավել, ուզում ասեմ հերթական իրենք շոուն է։ Ինչ կարգավիճակ ունի Նարեկ Կարապետյանն այս նոթուզանոց, թե Արդեն հայտարարություն եղել է, որ ԿՀ-ն թույլ տվեց մեղադրանք առաջադրել, մեղադրանք է առաջադրված եւ խափանամիջոցներ գիտեք 1 միլիարդ։ Իսկ ոչ մի բան ասում եք չեն տարել դա։ Ոչ, չէին կարող տանել։ Ով է իմանում, նրանց մեր տունել են եկել, իրենք չգիտեն ինչ են անում։ Նկատի ունեմ համակարգիչներ են նայել, ինչ են նայել։ Չեմ կարող ասել, ներսը չեմ եղել, էլի։ Պարոն Ղազինյան, իսկ որ ասում եք հավանաբար անձեռնմխելիությունից զրկելու հարցով, այսինքն դուք Չէ, ասում եմ հավանաբար այդ գործով անձեռնմխելիությունից իրեն զրկել է արդեն ԿՀ-ն։ Դե Ուղղակի կալանավորման թույլտվություն չի տվել։ Շատ լավ, իսկ ինչպես եք ընդհանուր առմամբ գնահատում այս պրոցեսը։ Վախ, ուրիշ ոչ մի բան։ Հաղթող իշխանության չայտերքների մեջ հերթական վախերն են։ Եթե չեմ սխալվում, արդեն երրորդն է խոզարկությունը Կարապետյանը ստանա, այնպես որ դուք էլ Նարեկին ընդհանուր Կարապետյան։ Չէ, Նարեկ Կարապետյանը։ Եթե չեմ սխալվում, միատեղել էր հեծի ժամանակ, եթե չեմ սխալվում երրորդն է։ Իսկ դուք ինչ եք կարծում, կամ տեղեկություններ ունեք, եթե արդեն խորհրդարանը ձևավորվի աշխատանքը սկսվի քալանքի հարցով հնարավոր է միջնորդությունը բերի գլխավոր դատախազը խորհրդարանում։ Չեմ կարող ասել, խորհուրդ կտամ չբերեն, որովհետև գիտեք ԿՀ-ի հարթակը այլ է քննարկելու այնտեղ նամանավանդ որ ԿՀ-ն երբեք համաձայնություն չի տալիս բաց։ Ես օրինակ իմ գործով պնդեցի, որ բաց լինի, չհամաձայնվեցին։ Խորհուրդ չեմ տա, որովհետև այդ բոլոր գործերը, որոնք կան, այդ թվում պարոն Կարապետյանինը, իրենք ծիծաղի առարկա են դառնալու ուղղակի, էլի։ Իսկ ազգային ժողովում գիտեք ոնց է քննարկում, այո, հարց պատասխաններով, նաև այն անձում նկատմամբ այդ մեղադրանքը կա, ինքը իրավունք ունի խոսելու մի խոսքով։ Հրապարակայնությունը շատ մեծ է։ Իսկ Ընտրված ժամանակահատվածի մասին կուզեի խոսել, պարոն Ղազենյան, մեկ օրից ձևավորվում է նոր խորհրդարանը, որտեղ պետք է ներկայանալ նաև Նարեկ Կարապետյանը։ Բայց ինչի ներկայանալու է։ Ներկայանալու է երևի։ Սա համարում եք որպես դրան ընդառաջ նոր ճնշումներ եւ ինչպես եք մեկնաբանում, մենք մի քիչ շուտ։ Երբ որ մարդ դժվար հասկանալու այդ խնդիրը ունենում, այդ արդեն իր խնդիրն է։ Լավ, այսքանից հետո չհասկացան, որ այդ ձեր ասած ճնշումները չի աշխատում։ Ուղղակի չի աշխատում։ Մեր ուժից ոչ ոք, ոչ վախենում է նստելուց, ոչ վախենում է խուզարկությունից, ոչ վախենում է գաղտնալսումներից։ Ուզում ասում, անիմաստ զբաղմունք, տեսնում եք այդ պետական ռեսուրսի վատնման կլասիկ ձև է։ Ամբողջ իրավապահ մարմիններին միատեսկով, միատենքով, առավոտյան, եթե չեմ սխալվում, արդեն քանի ամիս է այդ հակակոռուպցիոնը համար 1-ի տակ է աշխատում, այս ամբողջ իրավապահ մարմինները, այնպես որ Այսինքն, պարոն Ղազինյան, դուք համարում եք, որ այս ամբողջ պրոցեսը ձեր թիմակիցների նկատմամբ քաղաքական հրահանգով է Իհարկե, բնականաբար, եւ մեկ մարդու։ Մնացածը բոլորը կատարողներ են, թող ոչ մի քիչ չթվով իրենք ինչ-որ բան են որոշում։